Հայաստանի ազգային ժողովը հերթական դարակազմի օրենք է ընդունում։ Այդ օրենքը ոչ թե թոշակների բարձրացման կամ պատգամավորների ու նախարարների խայտառակ պարգևաճառները նվազեցնելու մասին օրենք է, ոչ։ Այս անգամ Հայաստանի ազգային ժողովը որոշեց ուրախացնել ժողովրդին սգո և տոնական օրերի օրացույցի մեջ փոփոխություն մտցնելու, ավելի ճիշտ բոլոր զոհվածների հիշատակի օրը, և այդ օրն ընտրված է հունվարի 27-ը։ Ինչու 27-ը, որովհետև դա ոչ մի բանի մասին է։ Հաջորդ օրը, հունվարի 28-ը, բանակի տոն է։ Կարծես թե ինչ տրամաբանություն է տարօրինակ սգո օր, հետո բանակի օր։ Ես կարծում եմ հասկանալի է այս անհեթեթ ճակերտավոր տրամաբանությունը։ Այդ օրը ոչ մի բանի մասին է, և հենց դա է նպատակ, որ հանկարծ նեղացնեն Ալիևին և չհիշատակեն հունվարի 13-ը, Բաքվի ջարդերի սկզբի օրը, 13-ից 19-ը, 20-ը մոտավորապես, չէ՞, կամ փետրվարի 28-ը Սումգայիթի հայկական ջարդերի օրը, կամ նման օրեր։ Ինչու ընտրված է ոչ մի բանի մասին մի օր, որ իհարկե չի հիշատակվի, չի մնա, ինչպես չմնացին, ասենք, հարկատուի, կամ չգիտեմ, քաղաքացու, կամ այլ կեղծ և ոչ մի բանի մասին ոչ ոք ոչինչ չասող կեղծ տոներ։ Գործով զբաղվեք, ժողովրդի 25% աղքատության մեջ է։ Ազգը, երկիրը, պետությունը խեղդվում է պարտքերից, թանկությունից, իսկ դուք տոնի ու սգո օրեր եք հորինում ողորմելիներ։